FM 107-ի եթերում դուք լսում եք Արմ ռադիոյի լրատվական հիմնական թողարկումը, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այս թողարկմանը ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը Աշխաբադում։ Ոչ մի կուսակցություն չի կարող բողոքել, որ անտեսվել է Նավասարդյան։ Թուրքիայում հայկական եկեղեցին վերադարձվել է հայ համայնքին։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը նախատեսում է անցկացնել 2012 թվականի նոյեմբերի սկզբին Աշխաբադում։ Աստանայում ԱՊՀ եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները հաստատել են կառույցների 2012 թվականի գործունեության ծրագիրը։ Ընթացիկ տարում նախատեսվում է շարունակել մտքերի փոխանակությունը եւ Ատլանտյան եւ Եվրասիական անվտանգության հնարավոր մարտահրավերների եւ սպառնալիքների միջազգային կազմակերպությունների շրջանակում միասնական գործունեության շուրջ։ Դրանից զատ կքննարկվեն նաև ջրային եւ էներգետիկ անվտանգության արխիվային ծառայությունների փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։ Մարտի 1-ից 31-ը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Երևանի մամուլի ակումբի կողմից իրականացված Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկման եւ կազմված միջանկյալ հաշվետվության համաձայն նկատվել է նշանային բնութագրիչներով նյութերի տեսակարար կշռի նվազում, քաղաքական կուսակցությունների նկատմամբ հեռարձակողների հետաքրքրության աճի միտումներ։ Այս մասին ասուլիսում հայտարարել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն, ավելացնելով, որ տարբեր կուսակցություններ լուսաբանվում են հավասարակշիռ, այսինքն ոչ մի կուսակցություն չի կարող բողոքել, որ անտեսվել է։ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը որոշում է կայացրել 6 գերեզմանոտ տուն ազգային փոքրամասնություններին վերադարձնելու մասին, ինչպես տեղեկացնում է ԱԿՕՍ-ը, այս որոշմամբ իրական տերերին կվերադարձվեն հույն ուղղափառ եկեղեցին եւ դպրոցը, Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցին, դպրոցն ու գերեզմանատունը։ ԱՄՆ Արևմտյան շրջանի հայ երիտասարդների միությունը կանցկացնի իր ամենամյա բողոքի ակցիան, պահանջելով արդարություն եւ հայոց ցեղասպանության ճանաչում։ Ազբարես պարբերականը գրում է, որ բողոքի ցույցը տեղի կունենա ապրիլի 24-ին Լոս Անջելեսում թուրքական հյուպատոսության շենքի առջև, որտեղ նաեւ հարգանքի տուր կմատուցեն հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ոգեկոչման միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ Կալիֆոռնիայի այլ հայաշատ քաղաքներում։ Հոլանդահայ համայնքներն ու տարբեր հասարակական քաղաքական կազմակերպություններ լայնորեն պատրաստվում են ներկայացնել հայոց մեծ եղեռնի ոգեկոչման 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Դեռ մարտին Dear Angel կազմակերպությունը երկրի հարավային մասում զրույցներով եւ դիտակտիվ նյութերով հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է տարածել հոլանդացի դպրոցականների շրջանում, նախապատրաստելով ապրիլի 24-ին լայնորեն նշվող արարողությանը։ Հայկական կազմակերպությունների ապրիլ 24 կոմիտեն ծրագրել է հանդիպում գիտնական Նյոտ ինստիտուտի պատերազմի, հոլոկոստի եւ ցեղասպանության ամբիոնի դասախոս դոկտոր Ուգոր Ումիտ Ունգորի հետ, ով հանդես կգա հայոց ցեղասպանությունը եւ ժամանակակից Թուրքիայի կայացումը թեմայով։ Չեխիայի Հանրապետությունը պաշտպանում է միջազգային բոլոր ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես հաղորդում է Salam News-ը, այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պաշտոնական ճաշի ընթացքում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի քաղաքական դժվար իրավիճակում գտնվող տարածաշրջանը զարգանա խաղաղության եւ կայունության մեջ։ Չեխիան մշտապես պաշտպանել եւ կշարունակի պաշտպանել միջազգային այն բոլոր միջոցառումները, որոնք ուղղված կլինեն այս նպատակի իրականացմանը, ասել է Չեխիայի նախագահը։ Չեխիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացել է Պրահայում։ Ադրբեջանի նախագահի այցի դեմ բողոքի ակցիա են անցկացրել Չեխիայի համայնքի երիտասարդ ներկայացուցիչները։ Ալիևը բռնակալ է, ժողովրդավարությունը նավթից թանկ է, հայատյացությունն Ադրբեջանի քաղաքականությունն է եւ նման այլ կարգախոսներով։ Իրանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալայդ Բուրուջերդին հայտարարել է, թե վեցյակի երկրների հետ միջուկային բանակցությունների անցկացման վայրը ոչ մի կերպ Ստամբուլը չի կարող լինել։ Թուրքական Հուրիեթի փոխանցմամբ Իրանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շեշտել է, թե Սիրիայի հարցում Թուրքիայի որդեգրած անտրամաբանական քաղաքականության պատճառով Թուրքիան փաստացի կորցրել է բանակցություններն իր երկրում անցկացնելու իրավասությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Վրաստանի Հանրապետության ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Մցխետա-Ստեփան-Ծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի Պոստակոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլատրելի է հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում։ Ջերմաստիճանի բարձրացման հետ կապված նշված ճանապարհահատվածում առկա է ձնահյուսի վտանգ։
Հանրապետության տարածքում ապրիլի 6-ին 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում, ապրիլի 9-ին եւ 10-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-ից 8-ը կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Առավելագույն ջերմաստիճանը սպասվում է մինչեւ +26 աստիճան Վայոց ձորի, Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում, Արարատում, իսկ Սյունիքի Հովիտնորում ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ +27 աստիճան։ Երևանում ապրիլի 6-ից 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին օրվա երկրորդ կեսին հնարավոր են տեղումներ, ապրիլի 9-ին եւ 10-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայրաքաղաքում առավելագույն ջերմաստիճանը կգրանցվի ապրիլի 9-ից 3-ը +26, իսկ գիշերը ջերմաստիճանը կտատանվի +5-ից +10-ի սահմաններում։ Հավելեն, որ այսօր ԱՄՆ դոլարը միջինը գնվում է 391 դրամով, եվրոն 511-ով, իսկ օդի ջերմաստիճանն այս պահին +23 է։ FM 107-ի լրատվությանը կարող եք հետևել նաև համացանցում, YouTube-ում, Facebook-ում եւ Twitter-ում, ընտրելով Arm Radio FM 107։ Այսքանը օրվա լրահոսի համառոտ անդրադարձից, իսկ այժմ իմ գործընկեր Արտակ Մուրադյանը կներկայացնի օրվա տեղեկատվական վերլուծական պատկերը։ Խնդրեմ Արտակ։ Շնորհակալություն Ժիրայր, հարգելի ռադիոլսողներ, Երևանում ժամը 18:06, FM 107-ի եթերում Arm Radio-ի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է։ Բարև ձեզ։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու։ Եվ կրկին ազատ արդար թափանցիկ, ով է տեր կանգնելու այս խոսքերին։ Ընտրական պրոցեսի վերահսկողություն հանրային շահերից ելնելով։ ՄԻԲ գրասենյակ, ինչպես են աշխատելու եւ արձագանքելու կառույցի իրավապաշտպանները մարդու իրավունքների խախտման դեպքերին։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Եվ այսպես, ազատ, արդար եւ թափանցիկ խորհրդարանական ընտրությունների մասին խոսվում էր դեռևս նախընտրական շրջանից առաջ։ Չնայած իշխանության խոստումներին, ընդդիմությունը շարունակում էր դրանց թերահավատորեն մոտենալ։ Նման անհամաձայնության պարագայում հնարավոր բևեռացումից խուսափելու համար ի հայտ եկան ընտրությունները պատշաճ մակարդակով, հավասար մրցակցային պայմաններում, առանց ընտրակեղծիքների անցկացման ուղղված մի քանի նախաձեռնություններ։ Դրանք եղան ինչպես քաղաքագիտական կառույցի, այնպես էլ իշխանական թևի ներկայացուցիչների կողմից։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այժմ հստակեցնում են ընդգրկվելու հարցը։ Թեմային անդրադարձել են Աննա Գզիրյանը եւ Լուսինե Նորեկյանը։ Ընտրակեղծիքների դեմ միասնական պայքարելու թեման զարգացման նոր փուլ է մտել։ Այդ գործում միասնական հանդես գալուն ուղղված նախաձեռնությունների պակաս կարծես թե չի զգացվում։ Քաղաքագետների միությունում ձեռք բերվեց համաձայնություն միասնական նախընտրական շտաբ ձևավորելու վերաբերյալ, բացի այդ նման նախաձեռնություն էլ առաջարկվեց խորհրդարանում։ Հետաքրքիրն այն է, որ խորհրդարանական ուժերն այստեղ նույնպես նախնական համաձայնություն էին տվել։ Այս ամենին զուգահեռ հանրապետական կուսակցությունից Դավիթ Հարությունյանն էլ քննարկման համար ներկայացրեց ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններ, թե ինչպիսի ձևաչափով կհամագործակցեն քաղաքական ուժերը եւ այդ համագործակցության հիմքում ինչ սկզբունքներ կլինեն, դեռ պարզ չէ։ Այդ հարցերի վերաբերյալ քննարկումներն ու հստակեցումները դեռ շարունակվում են, սակայն արդեն հնչող կարծիքները տարբեր են։ Հայ ազգային կոնգրեսից Պետրոս Մակյանը նման նախաձեռնությունները դրական համարեց եւ նշեց, որ այն նոր մշակույթ է մտցնում ներքաղաքական կյանք։ Քաղաքական լուրջ ակցիա է, գործոն է, կարծում եմ, եթե նույնիսկ զարգացում չստանա, դա արդեն լուրջ ակցիա է Հայաստանի պատմության համար։ Երբեք չի եղել համընդանուր նման բան, որի մեջ մտնի նաև իշխանական մաս կազմող կուսակցություն։ Սա կարևոր բան է։ Ուրիշ բան, որ այդ կուսակցության ներկայացուցիչը մասնավորապես իմ տարածքում ակտիվ ընտրակաշառքի խոստումներ է տալիս, անձնագրեր հավաքում։ Թե ինչպիսի զարգացում կստանա, կյանքը ցույց կտա։ Անկախ նրանից նման նախաձեռնությունները զարգացում կունենան, թե ոչ, ընտրակեղծիքների դեմ պայքարում Հայ ազգային կոնգրեսը վճռական է տրամադրված։ Պետրոս Մակյանը նշեց, որ ՀԱԿ-ը մինչ այժմ բավական ակտիվ աշխատանք է իրականացրել եւ նույն տեմպն առաջիկայում էլ շարունակելու է։ Կոնգրեսականները վստահ են, որ իրենք լուրջ շանսեր ունեն։ Մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններին մասնակցող ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը դրան փոքրինչ թերահավատորեն է մոտենում։ Նա հիշեցրեց, որ Հայ ազգային կոնգրեսն իր ձևավորման օրից խոստումներ է տալիս, սակայն արդյունքները տեսանելի չեն։ Ժողովրդական կուսակցության առաջնորդը թերահավատորեն է մոտենում նաև կուսակցությունների միասնական շտաբի հնարավոր գործունեությանը։ Դա ձևականություն է։ Ոչ, չեմ տեսնում, չեմ էլ տեսնի։ Ոնց որ չտեսանք իմպիչմենտը, շատ բաներ, արտահերտ ընտրությունները, ուր էր։ Լսում էինք մենք բոլորս։ Մնաց մի ամիս, մնաց մի շաբաթ։ Իմպիչմենտ, չենք թողի, արտահերտ ընտրություններ, ուր են, հիմնել ասում են
միասնական կհսկենք։ Ի տարբերություն Տիգրան Կարապետյանի, Ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը հավատում է, որ նման նախաձեռնությունները կարող են իրենց արդյունքները տալ։ Ժառանգությունը դիտարկում է բոլոր այդ նախաձեռնությունները եւ կարող է մասնակցել դրանց աշխատանքներում, սակայն ունի իր առաջարկները։ Անհրաժեշտ է, որ ով ստորագրելու է այս ընդհանրական հանձնարարության տակ, նախընտրելի է մասնագիտ ցուցակների 9 առաջի համարները, այսին պատասխանատվություն ստանցնողները ստորագրեն, կամ անգամ եթե սա լինելու է ընդդիմադիր նախաձեռնություն, եթե 9 ստորագրությունը չստացվի, ով ստորագրի, դա լինի 3-ը, թե 4-ը, թե 5-ը, պետք է լինի առաջի անունների, այսինքն ցուցակների առաջադարների ստորագրությամբ։ Ռաֆի Հովհաննիսյանի կարծիքով, եթե միասնական գործելու փաստաթուղթը ստորագրեն կուսակցությունների առաջին դեմքերը, ապա այն ավելի արժանահավատ կլինի։ Ժառանգություն կուսակցության համար պարզ չեն նաև գործելու մեխանիզմները։ Որ եթե մենք գալու ենք խաչմերուկի ընդհանուր քաղաքական գիտակցության առաջինը գլխավոր գործող փաստաթուղթը սահմանադրությունն է եւ մեր օրենքները առաջինը։ Դրանից բացի ես ուրախ կլինեմ մեր մրցակից 8 ուժերի առաջադարների հետ մեկտեղ ստորագրել քաղաքացիական հավելյալ հանձնարարության փաստաթուղթ, որը սակայն պատասխանատվություն են վերցնում իրապես ազատ արդար ընտրությունների համար բոլոր չափումներով։ Ժառանգությունը վստահ է, որ եթե նույնիսկ նման համաձայնության գա 2 կամ 3 քաղաքական ուժ, ապա դա նույնպես քայլ առաջ է։ Պարզապես համաձայնության եկած կուսակցությունները պետք է իրապես բացառեն որևէ խախտում եւ գործեն նախապես սահմանված չափանիշների շրջանակում։ Հակառակ պարագայում այն պարզապես չի գործի եւ կվերածվի PR ակցիայի։ Աննա Գզիրյան, Arm Radio։ Իշխանությունն ու հարստությունը վերադարձնել ժողովրդին։ Այս կոչով է ընտրություններին ընդառաջ հանդես գալիս կոմունիստական կուսակցությունը։ Հավատարիմ մնալով որդեգրած գաղափարախոսությանը երկրում հաստատել սոցիալիստական կարգեր, այս անգամ եւս կուսակցությունն առաջնորդվելու է դրանով։ Կոմկուսի առաջնորդը համոզված է, որ խորհրդարանական ընտրություններում վաստակելու են ձայների 15%-ը, միևնույն ժամանակ հայտնելով, որ բացի Երևանից շրջաններում գործող կուսակցության 45 կենտրոններն արդեն բերված են մարտական վիճակի։ Թեման շարունակում է Նունե Ավետիսյանը։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը վերլուծություն է անցկացրել եւ պարզել, որ իշխանությունը 1990 թվականից ի վեր աշխատում է նույն մեթոդով, գնալով ընտրակեղծիքի։ Հիշելով հին ու բարի ժամանակները, Կոմկուսի առաջնորդ Ռուբեն Թովմասյանը մտահոգություն հայտնեց, նշելով, որ ի տարբերություն խորհրդային տարիների մարդիկ պարզապես զզվել են գործող համակարգից, քանի որ ունեն 2 ճանապարհ՝ կամ ստրկանալ, կամ բռնել արտագաղթի ճանապարհը։ Թերևս Կոմկուսի առաջին քարտուղարի խոսքով սա է պատճառներից մեկը, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի բավականին հետևորդներ, շուրջ 20,000, որոնց 30%-ը պարզվում է երիտասարդներ են։ Բացի այդ, համացանցում անցկացված հարցումների արդյունքում հայտնի է դարձել, որ Կոմկուսն առաջիկա ընտրությունում 11% ձայնի հնարավորություն ունի, սակայն վերոնշյալ կուսակցության առաջնորդի հույսերն ավելին են՝ շուրջ 15%։ Չնայած դրան, Ռուբեն Թովմասյանի համոզմամբ դեռևս չի մեկնարկել նախընտրական քարոզարշավը, սակայն իշխանական կուսակցություններն արդեն սկսել են այդ գործընթացը։ Ժողովրդին արդեն սկսել են մուրապաբաժանել, արդեն խոստումներ են տալիս, արդեն ցուցակագրում են։ Ես ես ավելի մի կոպիտ օրինակ բերեմ։ Ում ուզում եք իշխանական բոլոր կոալիցիոն կուսակցությունները։ Իբր քարոզարշավ չի, եթերներով կտեսնեք քարոզարշավի վառ օրինակներ։ Ինչ որ մի սայթ անընդհատ ասում եմ, բնակարանային շինարարությունը վերջի 4 տարիներում աճել է այսքան տոկոսով։ Եթե ուզում եք մտեք մեր սայթ նայեք։ Կրթական համակարգում տեղի են ունեցել այս, երիտասարդության թոշակներն է բարձրացել, չգիտեմ այս եղել։ Եթե ուզում եք մտեք մեր սրանից լավ քարոզարշավ այսօր անել չի կարող։ Բայց արույտես, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանը նշեց, որ իշխանական կուսակցությունը դեռևս չի սկսել քարոզարշավը, իսկ ինչ վերաբերում է ցուցադրվող հոլովակներին, ապա նա չի նկատել հեռարձակվող եւ ոչ մի գովազդային հոլովակ։ Ոչ, մենք քարոզարշավ համարում ենք այն, ինչ որ պետք է սկսենք ամսի 8-ից եւ ինչ որ օրենքի սահմաններում, այսինքն մենք ապրիլի 8-ից մեր քարոզարշավը սկսելու ենք եւ ես չեմ տեսել որևէ հոլովակ։ Դրանք որևէ նախընտրական նյութի հետ կապ չունեն։
Այնուամենայնիվ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նույնպես հետևելով կարգուկանոնին նախընտրական քարոզարշավը սկսելու է ապրիլի 8-ից, սակայն ի տարբերություն այլ կուսակցությունների, կոմունիստական կուսակցությունն առաջնորդվում է մի քանի կարգախոսով՝ իշխանությունն ու հարստությունը վերադարձնել ժողովրդին կամ կոմունիստների հաղթանակը ժողովրդի հաղթանակն է, իսկ այս մեկի առաջարկը Կոմկուսի առաջնորդը ստացել է ժողովրդից։ Ընտրիր եւ փնտրիր։ Ինչևէ, հիմնական կարգախոսը դեռ ընտրված չէ, սակայն մի բան հստակ է, ինչպես անցած ընտրություններին, այս անգամ եւս նախընտրական ծրագրի հիմքը մարքսիզմի եւ լենինիզմի գաղափարախոսությունն է, հիշեցնում է ընկեր Թովմասյանը։ Երբեք ու երբեք Կարլ Մարքսից մենք չենք հրաժարվի, որ կարողանան փրկել փտած այն համակարգը, որը ֆինանսական ճգնաժամի մեջ է, որը ստիպված է լինում, այ մենք ուղղություն վերցնելու ենք դեպի չինական կառուցվածքը պետական, սոցիալիստական կարգերը պարտադիր է եւ մենք այդ համակարգը պետք է հիմնովին փոխենք։ Բանվորը պետք է դառնա երկրի տերը, գյուղացին հողի տերը։ Այդուհանդերձ կուսակցության ղեկավարը կոչ է անում հասարակությանը մասնակցել ընտրություններին, հակառակ դեպքում կվնասեն այն ուժերին, որոնք ցանկանում են երկիրը փրկել։ Նունե Ավետիսյան, Արմրադիո։ Նախընտրական այս օրերին քննարկումներ են կազմակերպվում ամենատարբեր ձևաչափերով՝ զրույցներ, կլոր սեղաններ, հանդիպումներ։ Ինչպիսի ընտրություններ ենք ուզում, ինչպիսին կարող ենք կազմակերպել, ով է պատասխանատու ընտրական process-ի լավ կամ վատ որակի համար։ Հարցեր, որոնց շուրջ տեսակետներ են հայտնում Քաղաքացիական ինստիտուտի ներկայացուցիչներ։ Ինչ է ակնկալում հասարակության այս շերտը, մանրամասնում է Զարուհի Մեջլումյանը։ Այս անգամ ընտրությունների մասին զրույց էին ծավալել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, գյուղատնտես, բնապահպան ու արձակագիր իրենց տեսակետներն էին հայտնում ընտրությունների միջոցով ձևավորվելիք պետության մասին։ Ընտրությունները ինդիկատոր են, թե ինչպիսի պետություն ենք ցանկանում ունենալ առաջիկա 5 տարիներին, սակայն պայքարը այդպես էլ չի ընթանում գաղափարական դաշտում, նման կարծիք հայտնեց Պետական Ագրարային համալսարանի դոկտոր պրոֆեսոր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ավետիսյանը։ Օրինակ, ինքը Տնտեսը ցանկանում է Հայաստանը տեսնել ոչ թե բարձր տեխնոլոգիաների կամ հանքարդյունաբերական, այլ հենց ագրարային երկիր։ Հենց գյուղն է, որ պետական հոգացության կարիք ունի։ Գյուղատնտեսության մեջ Հռոմի պապից կաթոլիկ են գտնվել ու կապիտալիզմ կառուցել, մինչդեռ շատ ավելի հզոր երկրներ գյուղատնտեսության ոլորտում սոցիալիստ են գտնվել, ասում է նա։ Կարող ենք արտադրել շատ լավ գյուղատնտեսական արտադրանքներ, դրան վերամշակել դարձնել սննդի շատ լավ արտադրանքներ եւ դրանով մեր մասնակցություն ունենալ եւ ներքին շուկայում եւ արտաքին շուկայում։ Ապագա Հայաստանի տեսլականը ըստ բնապահպան ակտիվիստ Transparency International հասարակական կազմակերպության նախագահ Սոնա Այվազյանի աղոտ է երևում։ Պատճառը նրա կարծիքով հանրային ու մասնավոր շահերի բախումն է, անառողջ վիճակը այդ երևույթի հետևանքների առումով։ Հանրությունը իր ունեցվածքի տերը չէ, չի կարողանում նույնիսկ ազդել կառավարության որոշումների վրա, նշեց Սոնա Այվազյանը։ Միևնույն ժամանակ Սոնան ամեն ինչ չէ, որ մուգ գույներով է տեսնում, ասում է, որ նախորդ ընտրություններում այդչափ կազմակերպված ու ձևավորված չէր քաղաքացիական դիրքորոշում ունեցող ակտիվ տեսակը, այսօր պատկերը ըստ նրա այլ է։ Մարդկանց մոտ էլ կա այդ գիտակցության պակասը եւ մարդիկ էլ նոր են կարծես թե արդյունանում եւ գիտակցում, որ իրենք ունեն, իրենք այս երկրի տերն են, իրենք այս ունեցվածքի տերն են եւ իրենք պատասխանատվություն են կրում դրա կառավարման համար եւ իրենք նոր են սկսում պահանջատեր լինել։ Արձակագիր Արմեն Օհանյանն էլ Հայաստանի ապագան տեսնում է ժողովրդավարական զարգացումների մեջ։ Նախընտրում եմ ունենալ թեկուզ ագրարային, բայց ժողովրդավարական երկիր, ոչ թե բարձր տեխնոլոգիաներ արտադրող դիկտատուրական երկիր։ Արձակագիրը ելքը տեսնում է ազատ ընտրությունների մեջ, սակայն բարձրաձայնում խախտումները նորից գործի են դրվել, նաև պատմում իրեն անհայտ պապիկների մասին։ Թե ինչ հայտարարական ընտրացուցակներ մենք ունենք, Ջավախքի հետ, հայության հետ կապված բոլորը տեղյակ եք։ Անձամբ մեր բնակարանում ես 2 ավելորդ գրանցված պապիկների անուններ եմ ուրեմն հայտնաբերել, որ դուք ինքներդ կարող եք Պապիկներն են ազնվազն։ Չէ, մեր հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ են, շատ հետաքրքիր անուններ։ Քննարկման բոլոր մասնակիցներին ուղղվեց մեկ հարց, ինչ կփոխեին, եթե լինեին թագավոր կոնկրետ ոլորտում։ Պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը կփոխեր գյուղը, Սոնա Այվազյանը կպաշտպաներ հանրային շահը, քանի որ գտնում է, որ բոլոր խախտումները այդտեղից են ծնվում, իսկ արձակագիր Արմեն Օհանյանը կկերտեր ժողովրդավարական երկիր, որտեղ հստակ կտարանջայթվեին իշխանության ճյուղերը։ Զարուհի Մեջլումյան, Արմրադիո։ FM 107-ի եթերում Արմրադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է։ Լսեք հաջորդիվ։
Տարածաշրջանային զարգացումները թեժանում են, Թուրքիա-Իրան հակասությունները խորանում։ Ինչպես են հայ եւ թուրք լրագրողները լուսաբանում միջպետական հարաբերությունները։ Հաշմանդամ կանանց գեղեցկության 6-րդ հանրապետական ֆոտոմրցույթ։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Թեև Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացումները թեժ են, այդուհանդերձ դեռևս խնդիրը ռազմական ճանապարհով չի լուծվի։ Եվ որքան էլ ուժեղ լինի Իրանի վրա ճնշումները, այդուհանդերձ կտրուկ իրավիճակի փոփոխության արևմուտքը չի գնա, քանի դեռ չի լուծվել Սիրիայի խնդիրը։ Ներկայացնում է Սոնա Կարապետյանը։ Արևմուտքը նախ եւ առաջ պետք է լուծի հարաբերությունները Սիրիայի հետ, ապա նոր մտածի, թե ինչ է անելու Իրանի հետ իրավիճակում։ Իսկ եթե Սիրիայում այնուամենայնիվ տեղի ունենա իշխանափոխություն, ապա Իրանի վրա հարձակվելու իմաստը կկորի, քանի որ վերջինը շրջափակման մեջ կհայտնվի, նկատում է թուրքագետ Հակոբ Չաքարյանը։ Թուրքագետի խոսքով ամենևին էլ պարտադիր չէ, որ Միացյալ Նահանգները կատարածի Իրանի վրա հարձակվելու մտադրությունը։ Թուրքագետը մեկ անգամ եւս շեշտում է, որ Իրանը Իրաք չէ եւ ի տարբերություն վերջինի պաշտպանողական լուրջ ներուժ ունի եւ աշխարհագրական ավելի բարենպաստ պայմաններ։ Բացի այդ, երբեմն մեծ տերությունների ռազմատենչ հայտարարությունները այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը, կարծիք է հայտնում Հակոբ Չաքարյանը։ Երբեմն մեծ տերությունները, որ հարձակվելու մասին են խոսում, իրականում բարդադիր չի որ նման մտադրություններ ունեն, դա որպես հավելյալ ճնշման լծակ են օգտագործում տվյալ պետությանը կաթվածահար անելու համար։ Իսկ թվում է ոչ այնքան մտադրություն ներկայային Իրանի վրա հարձակվելու, այլ պաշտոնական Թեհրանին կաթվածահար անելու, քանի դեռ Սիրիայի հարցը չի որոշվել, չեմ կարծում, որ նման քայլի գտնի։ Իսկ եթե անգամ որոշվի ի հոգուտ Միացյալ Նահանգները, այսինքն Ասադի վարչակարգը հեռանա իշխանությունից, այդ դեպքում կարիք կլինի հարձակվելու, թե ոչ էլ հարձականը, որտեղ Այն, որ Թուրքիան փորձում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն օգտագործել սեփական շահերին եւ դիվիդենտներ քաղելով բարձրացնել իր դերակատարությունը տարածաշրջանում, այս պահին Թուրքիան իր պահվածքով փորձում է աշխարհի աչքին Հռոմի պապից էլ ավելի կաթոլիկ Երևան։ Նման որակում է տալիս Թուրքիայի գործողություններին թուրքագետը Հակոբ Չաքարյանը եւ նկատում, որ երկակի այդ քաղաքականության պատճառով Թուրքիան հայտնվել է ծանր իրավիճակում։ Միացյալ Նահանգների ձեռքին գործիք դառնալով նա փչացրել է իր հարաբերությունները արաբական աշխարհի երկրների հետ եւ այլևս որպես առաջնորդ չի ընկալվում։ Նկատում է թուրքագետը։ Միացյալ Նահանգները սերևույթին մի քանի անգամ արդեն հայտարարել են, որ Թուրքիան լուրջ դեր ունի Սիրիայում, բայց եթե Թուրքիան փորձի ներխուժել Սիրիա, հետևանքները կարող են եւ անկանխատեսելի լինել, այսինքն Թուրքիան ի վիճակի է անդեսելու գնով Ռուսաստանը ու Չինաստանը դիրքորոշում ներխուժել Սիրիա, դա բավականին լուրջ խնդիր է, պետք է համաձայնեցնի, առանց դրան չի կարող։ Իհարկե ներխուժման դեպքում էլ տարածաշրջանում ինքը կմեկուսանա։ Չպետք է մոռանալ Իրանի կողմից արված բազմիցս հայտարարություններն առ այն, որ եթե Թուրքիայում տեղակայվի ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգը, ապա Իրանի առաջին թիրախը դառնալու է Մալաթիան։ Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Հակոբ Չաքարյանը նկատում է, որ խնդրի լուծման ձգձգումն ավելի վտանգավոր է Բաշար Ասադի ռեժիմի տապալման համար։ Հավելենք նաև, որ սիրիական կառավարությունը երաշխիքներ է պահանջել, որ զորքերը քաղաքներից դուրս բերվելուց հետո ընդդիմության գրոհայինները չեն գրավի այդ քաղաքները։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաաֆարին։ Դիվանագետը ընդգծել է, որ Դամասկոսը պնդում է, որպեսզի անձամբ Քոֆի Անանը գրավոր երաշխիքներ տա Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ ընդդիմությանը սատարող այլ երկրների հետ անցկացրած բանակցությունների հետ։ Ալ-Ջաաֆարին նշել է, որ այն բանից հետո, երբ զորքերը մասամբ դուրս են բերվել Դարաա, Իդլիբ եւ Զաբադանի քաղաքներից, ընդդիմությունը սկսել է ակտիվանալ այդ բնակավայրերում։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Ռուսաստանը կարող է կողմ քվեարկել Սիրիայի մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ղեկավարի առաջարկին, եթե այն նպաստի ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի Սիրիայի գծով ծրագրի իրականացմանը, եւ եթե այն չպարունակի սպառնալիքներ ու վերջնագրեր։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ղրղստան կատարած այցի ժամանակ։ Մանրամասները ներկայացնում է Ժիրայր Ոսկանյանը։ Մոտ օրերս կարող է ընդունվել ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի առաջարկը, որ մինչեւ ապրիլի 10-ը սիրիական իշխանությունները դադարեցնեն զինված գործողությունները։ Այն պատրաստել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, սակայն այդ քայլի արդարացման համար անվտանգության խորհրդում միասնականություն չկա։ Ռուսաստանը տվյալ փուլում Սիրիայի գծով անվտանգության խորհրդի նոր փաստաթղթի անհրաժեշտություն չի գտնում, սակայն պատրաստ է աշխատել գործընկերների հետ փաստաթղթի
փաստաթղթի հավասարակշռության պայմանում, հայտարարել է Սերգեյ Լավրովը։ Мы считаем, что со всеми нужно работать, но с одной целью – убеждать их в том, что мы хотим помочь самим сирийцам решить свои проблемы. Наши западные партнеры, некоторые, или большинство, скажем так, и некоторые арабские страны предпочитают побуждать оппозицию ровно к обратному, чтобы она ни в какой диалог с властями не вступала. Но это означает только одно, что решения опять хотят искать за счет применения военной силы. Ясно также, как Божий день, что даже если оппозицию вооружить до зубов. Մենք կարծում ենք, որ բոլորի հետ պետք է աշխատել, բայց մի նպատակով, այն է վստահեցնել, որ մենք ցանկանում ենք օգնել սիրիացիներին լուծել իրենց խնդիրները։ Արևմտյան գործընկերներն ու որոշ արաբական երկրներ գերադասում են ընդդիմությանը հակառակում համոզել, որ այն իշխանության հետ ոչ մի երկխոսություն չսկսի, բայց դա միայն մեկ բան է նշանակում, այն է, որ լուծումը ցանկանում են գտնել ռազմական ուժի կիրառման միջոցով։ Եվ միանգամայն հասկանալի է, որ եթե նույնիսկ ընդդիմությունը զինվի, այն չի հաղթի սիրիական բանակին, այնտեղ պարզապես փոխադարձ ոչնչացում է լինելու։ Սիրիայի շուրջ ցանկացած քայլ պետք է ուղղված լինի Քոֆի Անանի առաքելության աջակցմանը։ Դամասկոսում կառավարությունն ընդունել է նրա առաջարկությունը, սկսել է դրանց իրականացումը եւ շատ կարեւոր է չկասեցնել այդ գործընթացը, նշել է Սերգեյ Լավրովը։ Նա ափսոսանք է հայտնել, որ որոշ կողմեր ցանկանում են հենց նման իրավիճակի զարգացման։ Բավական է ասել, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժուպեն կարծում է, որ Անանի ծրագիրը կտապալվի, կարծելով, որ Սիրիայի նախագահն անկեղծ չէ իր հայտարարություններում։ Վաշինգտոնում նույնպես կարծում են, որ Բաշար Ասադի պաշտոնաթողությունը պարտադիր պայման է կոնֆլիկտի հարթեցման համար։ Միաժամանակ Սիրիայի գծով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի առաջարկած նախագծում Դամասկոսից պահանջվում է ոչ միայն դադարեցնել այրունահեղությունը մինչև ապրիլի 10-ը։ Միաժամանակ զինված ընդդիմությունից պահանջվում է դադարեցնել բռնությունը 48 ժամվա ընթացքում, երբ Սիրիայի կառավարությունը կկատարի այդ պահանջները։ Փորձագետները կարծում են, որ հարցի նման ձևակերպում նորինական չէ եւ կողմերից մեկին, տվյալ դեպքում ապստամբներին ավելի շահավետ դրության մեջ են դնում։ Ավելի տրամաբանական է կոնֆլիկտի մասնակիցներից պահանջել համատեղ դադարեցնել ուժի կիրառումը, կարծում է Արևելագիտության ինստիտուտի փորձագետ Բորիս Դոլգովը։ Неправомерно такая постановка вопроса, когда будет прекращено действие правительственных правоохранительных структур, и в то же время это не касается оппозиционных вооруженных группировок. Естественно, должно все проходить синхронно, то есть сирийские власти давно уже согласились на то, чтобы было взаимное прекращение огня. Но вот такая позиция ведущих западных держав нас препятствует. Западных держав и монархии Персидского залива, Турции. Она, в общем-то, препятствует подлинному. Դա անօրինական է, երբ կառավարական իրավապաշտպան կառույցները միակողմանի դադարեցնեն գործողությունները եւ դա չվերաբերի զինված ընդդիմադիր խմբավորումներին։ Ամեն ինչ պետք է համաչափ ընթանա։ Սիրիացի իշխանությունները վաղուց համաձայնել են, որ կրակի համատեղ դադարեցում լինի, բայց առաջատար արևմտյան տերությունների Պարսից ծոցի միապետության, ինչպես նաեւ Թուրքիայի դիրքորոշումը խոչընդոտում է Սիրիայում ճգնաժամի հարթեցմանը։ Թվում է, թե Սիրիայում խաղաղության կնքումը մոտ է։ Իշխանություններն արդեն սկսել են զորքերը դուրս բերել մի քանի շրջաններից։ Ապրիլի 10-ից հետո ՄԱԿ-ը նախատեսում է զինվորականներ տրամադրել զինադադարին հետևելու համար։ Ռուսական նավատորմի Սև ծովի հսկիչ նավը մինչև մայիս խաղարարար գործողություններ է իրականացնելու Սիրիայի ափերի մոտ։ Այն Տարտուս նավահանգստում է, որտեղ գտնվում է ռուսական ռազմածովային նավատորմի տեխնիկական անվտանգության կետը։ Իսկ կհետևի արդյոք ընդդիմությունն Անանի ծրագրին, պարզ կլինի ապրիլի 10-ից հետո։ Ժիրայր Ոսկանյան, Arm Radio։ Վերլուծական էջ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Հրանտ, Իրանի եւ Թուրքիայի միջև, ինչպես եւ երեք նշեցինք, հնարավոր զարգացումները բավականին կտրուկ էին եւ կանխատեսելի։ Իրանի մեջլիսի խոսնակի հայտարարությունը արձագանքել է Թուրքիայի նախագահ Գյուլը, նշելով, որ դա առավելապես Իրանին է պետք Թուրքիայում անցկացնել Իրանի միջուկային խնդրի բանակցային գործընթացին վերաբերող ժողով։ Այ ինչ կասեք, ինչ հնարավոր զարգացումներ եւս։
Աբդուլլա Գյուլի պատասխանը եւ արձագանքը կարծում եմ, որ բավական կտրուկ էր եւ նա ամենահարմար վայրը չի ընտրել արձագանքելու համար, մասնավորապես խոսելով զինվորականների առջեւ, ասել է, որ ռազմական գործողություններ սկսելու վտանգ կա տարածաշրջանում եւ դրան է նպաստում նաեւ Իրանի այսպես կոչված ոչ պատրաստակամությունը քննարկել միջուկային ծրագիրը։ Էրդողանը իր հերթին գտնում է, որ այդքան էլ անկեղծ չէ Իրանը կապելով սիրիական խնդիրի միջուկային զարգացման հետ եւ ուզում էր նշել, որ ավելի շատ դա Իրանն է պետք, սակայն կարծում եմ, որ Իրանի դիրքորոշումը այս հարցում լիովին հասկանալի է եւ իսկապես ընդունելի։ Մենք երեք խոսեցինք, որ իդեմս Սիրիայի Իրանը տեսնում է իր պաշտպանական առաջի գիծը աշխարհաքաղաքական։ Եվ եթե այսօր կան որոշակի ռազմական գործողություններ սկսելու կամ հրահրելու քաղաքականությունը իրականացում Թուրքիայի կողմից մասնավորապես այդ ուղղությամբ, բնական է, որ Իրանը դա դիտարկում է որպես հարված նախ եւ առաջ իր տարածաշրջանային շահերին եւ հասկանում է, որ եթե առաջի հարվածով երկրորդ հարվածն է կհասնի։ Սա մի կողմից եւ երկրորդը ընդհատելով ձեզ ասեմ, որ իդեմս Սիրիայի Իրանը տեսնում է պատերազմը իր դեմ, Իրանի դեմ չսկսելու գլխավոր երաշխիքներից մեկը, որովհետև սա փաստորեն այն երկիրն է, որտեղ Իրանը տրադիցիոն բավական ուժեղ դիրքեր ունի, այն երկիրն է, որը փաստորեն հանդիսանում է հենարանը Իրանի արաբական աշխարհում եւ բավական մոտ է Իսրայելին կանգնած եւ այլն եւ որպես պաշտպանական իր համար իսկապես գործոն Սիրիան շատ մեծ դեր է խաղում եւ նրանք հասկանում են, եթե Ասադի իշխանությունը տապալվեց, կնշանակի, որ հաջորդը արդեն Իրանի դեմ է լինել։ Ավելի խոցելի է դառնում Իրանը։ Իհարկե, միանշանակ։ Հրանտ թուրքական վերնախավի կողմից ինչ արձագանքներ է ունեցել հատկապես հայտարարության այն մասը, որ Թուրքիան Ամերիկայի այսպես կամակատարն է։ Գիտեք, դա մի իրողություն ծանր են տարել։ Այո, դա միգուցե նաև ծանր են տարել, բայց սա մի իրողություն է, որը Թուրքիան միջովից չի կարող իր վրայից թոթափել եւ դա հասկանալի է։ Իսկապես Թուրքիան ժամանակին փորձեց լինել ավելի անկախ տարածաշրջանում, փորձեց նույնիսկ որոշակի առումներով Միացյալ Նահանգների շահերին դեմ գնալ, սակայն այն իրավիճակը, որ ստեղծվեց դրա արդյունքում Թուրքիայի շուրջ, բավական ցավալի եւ բավական դժվար է նրանց համար, պաշտոնական Անկարայի համար։ Փաստացի կոնֆլիկտների սրացում Հայաստանի հետ, Պարսկաստանի հետ, Սիրիայի հետ, Իսրայելի հետ, Լիբանանի հետ եւ այլն, եւ այս ամենին Թուրքիան պետք է ինչ-որ մի կերպ դիմագրավի։ Այսօր արդեն ակնհայտ է, որ միայնակ նրանք չեն կարող դիմագրավել եւ վերադարձը Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցության գոտի բավական ստորացուցիչ էր Թուրքիայի համար եւ Միացյալ Նահանգները իրենք այնպես արեցին, որ այդ վերադարձը նման ձևով կատարվի։ Գան նորից խնդրվեն եւ նորից շարունակեն սպասարկել Միացյալ Նահանգների կամ արևմտյան ընդհանրապես արևմուտքի շահերը տարածաշրջանում։ Փոխադարձ, եթե ասենք այսպես պատկերավոր սանկցիաների մի շարք էր, նաեւ Թուրքիայի կողմից հրաժարվելը կամ դրա մասին գոնե խոսելը Իրանից նավթի ներկրման առումով, կարծես թե 20%։ Այո, 20%-ով կրճատել են նավթի գնումը Իրանից, փոխարենը հաստատելով, որ այդ կորուստը, այսպես կոչված, նրանք կվերականգնեն Սա ինչ պատժում են Իրանին։ Այո, սա պարզապես վախեցնում են Իրանին հրանտ։ Ճնշման ինչ-որ մեխանիզմներ են, որոնք փորձում են գործադրել Իրանի դեմ եւ ինչ-որ չափով դա բավական ազդեցիկ ճնշում է։ Բայց պետք է նաև հաշվի առնել, որ կա նաև գազի խնդիրը Իրանի եւ Թուրքիայի միջև եւ այս հարցում Թուրքիան շատ ավելի կախյալ վիճակում է, քան նավթային տարբերակում, եթե նավթը այլընտրանք կա, կարող է գնել հարևան երկրներից, ապա գազի հարցում բավական մեծ դժվարությունների առջև կարող է կանգնել։ Թուրքիան, եթե Իրանը իր հերթին որոշի մտնել այդ մրցապայքարի մեջ եւ պատժել Թուրքիան իր գործողությունների համար, դա հնարավոր է նաեւ, որ նման զարգացման ականատես մենք լինենք, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Թուրքիան նավթի գնման այդ որոշումը ընդունել է Էրդողանի Թեհրան կատարած այցից ընդամենը 1-2 օր անց։ Դա ինչը նշանակում է, որ բարձրագույն ղեկավարության միջև Իրանի եւ Թուրքիայի համաձայնություն ձեռք բերել կամ ստեղծված իր խնդիրները հաղթահարելու որոշում չի գտնվել, նման որոշում եւ փաստորեն այդ բարձրաստիճան հանդիպումից հետո կողմերը գնացել են ավելի առճակատման։ Իրանի եւ Թուրքիայի միջև աճող խորացող հակասությունների ընթացքում հնարավոր է ներգրավվածություն տեսնենք երրորդ երկրի, դա կլինի դաշնակից թե միջնորդ կապ չունի, բայց ավելի ընդհանրանային, ավելի միջազգային այսպես գույն ստանա։
Ընդհանուր առմամբ այո, եւ այդ երրորդ կողմը օրինակ իդեմս Սիրիայի նա արդեն արկա է, որովհետեւ այսօր աշխարհաքաղաքական մրցակցությունը ընթանում է հենց Սիրիայի տարածքում եւ փաստորեն այդ աշխարհաքաղաքական մրցակցությունից այն արդեն վերածվել է ռազմական բախումների։ Այսինքն այստեղ երրորդ կողմը որպես այդպեսին կա, բայց կա հնարավորություն նաև Սաուդյան Արաբիայի ակտիվացման, կա հնարավորություն նաև Իսրայելի որոշակի ակտիվացման, չնայած իսրայելա-թուրքական հարաբերությունները շատ հեռու են լավ կոչվելուց, բայց այնուամենայնիվ Իրանի դեմ ուղղված տարբեր միջոցառումները Իսրայելի կողմից կարող են ոգևորել Թուրքիային ել ավելի սրել հակամարտության ներկայիս աստիճանը Թուրքիայի ներողություն Իրանի հետ։ Հրանտ Իրան Թուրքիա այս վեճից ով կշահի գերտերություններից ում է ձեռնտու այն։ Իրանի դեմ հաղթանակ տանելու պարագայում ակնհայտ է, որ դա շահող կողմը Արևմուտքն է եւ Թուրքիան է։ Սակայն չեմ կարծում, որ այս պարագայում ճիշտ կլինի խոսել որոշակի շահումների մասին, որովհետեւ եթե Իրանը դադարի կատարել այն գործառույթները, որոնք նա կատարում է այսօր տարածաշրջաներում, այն է հիմնականում կայունացնող եւ անվտանգություն ապահովող գործառույթներ, ապա շատ մեծ հարց կառաջանա, թե ինչպես կկոմպենսացվի այդ բոլոր դերակատարումը։ Տարածաշրջանը կարող է դառնալ անվերահսկելի պատերազմների գոտի, մարդկային աղետի գոտի եւ ընդհանրապես տնտեսական ճնշումների եւ տնտեսական մեծ կորուստների գոտի, ինչից կարծում եմ ոչ մեկ երբեք չի շահի։ Ինչ զարգացում է ակնկալում քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը Իրան-Թուրքիա հակամարտության այս սկզբնական փուլում։ Ճիշտն ասած, այո, կարելի է նաեւ սկզբնական փուլ անվանել, չնայած այդ մրցակցությունը դարերի պատմություն ունի, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ մոտ ժամանակներում, քանի դեռ ակտուալ է միջուկային խնդիրը քննարկելու այդ կոնֆերանսի հարցերը եւ քանի դեռ ակտուալ է սիրիական հարցը, ապա մենք կտեսնենք, որ թուրք-իրանական հարաբերությունները գնալով ավելի կխորանան, ներողություն ավելի կվատանան։ Մեկ կարևոր գործոն էլ կա, որը կարող է ազդել այդ հարաբերությունների վրա, դա քրդական գործոնն է, որտեղ մինչ օրս Թուրքիան եւ Իրանը կարծես թե որոշակի համագործակցություն կարողացել են այնուամենայնիվ ցուցաբերել։ Եթե այդ հարցում էլ առաջացան տարաձայնություններ, ինչի հնարավորությունները կան եւ ես տեսնում եմ նման հնարավորություններ, ապա կարելի է ասել, որ իրավիճակը իսկապես կարող է շատ սրվել, անգամ մինչեւ ռազմական վտանգի հնարավորություն։ Ճիշտ է, ոչ Իրանի տարածքում, բայց միգուցե այս պարագայում Իրաքի տարածքում, որտեղ երկուսն կարող են բավական ակտիվ լինել։ Խեղճ Իրաք։ Այո, դե երկու ուժեղների պատերազմում միշտ տուժում են նրանց արանքներում հայտնված այդ պետությունները, դա բնական է։ Կամ երկուսի կռվից շահում է երրորդը։ Դա էլ կա։ Շնորհակալություն, այսքան։ Վերլուծական էջ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Հարգելի ռադիոլսողներ, տարածաշրջանային զարգացումներից տեղափոխվենք Հայաստան, մեր ներքաղաքական կյանքում եւս զարգացումներ են տեղի ունենում։ Առավելապես վերջին շրջանում հնչած միասնական շտաբ ստեղծելու շուրջ, որը այս գաղափարի շուրջ այսօր քննարկում է տեղի ունեցել մի շարք քաղաքական ուժերի մասնակցությամբ, ներկայացնում է Լուսինե Նորեկյանը։ Խորհրդարանական ընտրությունները արդեն սարերի հետևում չեն։ Մի քանի օրից կսկսի ինքնուսակցությունների թեժ պայքարը նոր խորհրդարան ձևավորելու համար։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Արամ Գյուրջյանը գնահատելով երկրում տիրող ներքաղաքական գործընթացները նշեց, որ արդեն ժամանակն է, որպեսզի քաղաքացին լինի ընտրությունների հիմնական դերակատարը, քանի որ հենց ընտրությունների շնորհիվ է, որ քաղաքացին ներգրավում է կառավարման համակարգում։ Սակայն միևնույն ժամանակ Դեմկուսի ներկայացուցիչը իր մտահոգությունն է հայտնում, որ քաղաքացին քաղաքական գործընթացները մղում է երկրորդ պլան։ Ի վերջո այդ նախաձեռնությունները բոլոր, որոնք եւ ծրագրում են տեղ գտնում եւ հետագայում նախատեսվում են օրենսդրական դաշտում որոշակի աշխատանքի եւ ձևակերպումների տեսքով, ի վերջո դա պետք է բխի հենց այդ մարդկանց շահերից, դա պետք է համապատասխանի քաղաքացիների ակնկալիքներին, բայց դրա համար պետք է բաց իրենց հետ երկխոսել եւ նաեւ հասկանալի իրենց ներկայացնել քո տեսակետը եւ քո դիրքորոշումը։ Առանց այդ հետադարձ կապի սա վերածվում է ուղղակի ինչ-որ մեկուսացված ճամբարների, որի մասին ես նշեցի իմ խոսքի սկզբում, ինչը հետագայում բերում է անառողջ բարոյական վիճակի։ Իսկ այն խոստումները, որ պետք է անցկացնել ազատ եւ թափանցիկ ընտրություններ, ժամանակն է, որ իրականություն դառնան, ասում է տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Միևնույն ժամանակ ավելացնում, որ առաջիկա ընտրությունները լուրջ մարտահրավերներ ու փորձություններ են Հայաստանի իշխանությունների համար։ Սա նաեւ առաջ շարժվելու լավ հնարավորություն է։ Ռիչարդ Կիրակոսյանի փոխանցմամբ վերջին շրջանում Հայաստանի
Հայաստանի դիրքերը աշխարհում բավականին ամրապնդվել ու կարևորվել են։ Հայաստանը միջազգային արենայում հայտնվել է լավ դիրքերում, իսկ երկրում ներքին կայունության խախտումը կարող է վտանգել այդ ամենը, վստահեցնում է վերլուծաբանը։ Այլ կերպ ասած, այս ընտրությունները նաև փորձություն են Հայաստանի ապագա ռազմավարական նշանակության համար, եւ ընտրությունը միայն ընտրության օրը քվեարկելը չէ, դա քաղաքական քննարկումների մակարդակի բարձրացումն է եւ վերջինների տեղափոխումը անձերի դաշտից դեպի քաղաքական դաշտ։ Այս առումով ես կարծում եմ, որ ինստիտուտներն ավելի կարևոր են, քան անձերը, եւ կարծում եմ, որ ժողովրդավարությունն ավելին է, քան մեկ լավ ընտրությունը։ Շարունակելով ընտրությունների թեման Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Արամ Գյուրջյանը անդրադարձավ նաև ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձևավորելու մասին 4 կուսակցությունների ստորագրած համաձայնագրին։ Վերջինի խոսքով համաձայնագրի կազմանը պետք է ներգրաված լինեն քաղաքական այլ ուժեր, այդ թվում նաև Դեմկուսը։ Հետևաբար Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի կարող ստորագրել մի փաստաթուղթ, որի կազմանը ինքը չի մասնակցել։ Հետևաբար չենք ուզում գտնվել անկոչ հյուրի կարգավիճակում, որպեսզի ինչ-որ քննարկման տակ դնենք ստորագրություն, որին ինքներս չենք մասնակցել։ Ի վերջո դա ուղղակի լուրջ չէ եւ մեզանից յուրաքանչյուրը տարական որևէ արդեն նույնիսկ եթե նա ծանոթ է ինչ փաստաթուղթ է ստորագրում եւ 10 անգամ դա արել է, միևնույնն է մի հատ աչքի է անցկացնում, որ հասկանա ինչի տակ է դնում իր ստորագրությունը։ Եվ ընդհանրապես, եթե մենք խոսում ենք մի երևույթի մասին, որի մեջ կարծես թե շահագրգիռ ենք բոլորս, ապա նշանակում ենք բոլորս էլ այդ թիմային զգացողությունը պետք է ունենանք։ Տվյալ դեպքում զգացողությունը ավելի շուտ ոչ թե թիմային է, այլ ճամբարային է, բայց ես իմ խոսքի սկզբում էլ ասեցի, սա անհատների մրցակցություն չի։ Իսկ այն դիտարկմանը, թե կուսակցություններին հրավեր չի ուղարկվել զուտ տեխնիկական եւ ժամանակի պատճառով, Արամ Գյուրջյանը պատասխանեց, որ դա նման է ստուգողական աշխատանքին չպատրաստված վատ ուսանողի արդարացմանը։ Իսկ դիտարկմանը, թե ինչու Դեմկուսին չեն հրավիրել այլ կուսակցություններ, բանախոսը նպատակահարմար համարեց հարցը ուղղել նման նախաձեռնությամբ հանդես եկողներին։ Լուսինե Նորեկյան, Արմրադիո։ Ընտրությունները սարերի ետևում չեն։ Ինչպես է ընտրություններին պատրաստվում ՄԻՊ գրասենյակը, ինչպես են աշխատելու եւ արձագանքելու կառույցի իրավապաշտպանները մարդու իրավունքների խախտման դեպքերին, ինչ գործիքներ կան դրանք վերականգնելու համար։ Հնչած հարցերին պատասխանել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը։ Լսենք Զարուհի Մեջլումյանի արձագանքը։ Ինչպիսի ընտրությունների ակնկալում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մայիսի 6-ին ուղիղ մեկ ամիս անց։ Իմ սպասելիքն է, որ քվեարկության օրը լինելու է մաքուր, խաղաղ, հանգիստ, նշեց օմբուդսմենը, տեղեկացնելով, որ իր տարեկան զեկույցը, որը հրապարակվել էր օրեր առաջ, այսօր ուղարկվել է ընտրական շտաբներին, նաև փորձելու են հանդիպումներ կազմակերպել բոլոր կուսակցությունների ընտրական շտաբերում։ Զեկույցում մատնանշված 200-ի հասնող մարդու իրավունքների խախտումները պետք է դառնան քննարկման նյութ քաղաքական ուժերի կողմից այնպես, ինչպես որ քննարկվում են այլ հարցեր, նշում է օմբուդսմենը, սակայն նման երևույթ առայժմ չի նկատում Կարեն Անդրեասյանը։ Իհարկե լավ է, որ քաղաքական ուժերը հիմա քննարկում են, ով ինչ է բաժանում, դա քաղաքտրավենիք է, թե ինչ է, դա իրենց պաշտպանության, իրենց աշխատանքները կազմակերպելու համար շատ օգտակար քննարկումներ են։ Բայց ի վերջո մենք անվերջ որպես հասարակություն չենք կարող լսել, թե ով առաջադրվեց, ով ում հետ ինչ պայքար ունեցավ եւ այլն։ Ի վերջո ինչ որ բայ այս քննարկումները լինելու են մեզ ուզող հարցերի մասին։ Մեզ ուզող հարցերի մասին ես ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ մարդու իրավունքը հասարակությանը հուզող հարց է։ Եվ այն 200 խնդիրները, որոնք բարձրացված էին, պիտի որ դառնան քաղաքական ուժերի քննարկման առարկա։ Ումից է մարդու իրավունքների պաշտպանն ակնկալում ազատ եւ արդար ընտրություններ։ Պատասխան Հայաստանի Հանրապետության ոստիկանապետից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազից, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից, Վարչական դատարանի 19 դատավորներից, Սահմանադրական դատարանի անդամներից։ Մարդիկ են, ովքեր անկախ մարմիններ են ներկայացնում եւ պետք է գործեն անկախ։ Իսկ ինչպես դիմակայել եւ ուր դիմել, եթե խախտվել են ինչ-ինչ իրավունքներ։ Կարեն Անդրեասյանը խորհուրդ է տալիս զանգահարել 116 համարով, որն ի դեպ անվճար է բոլոր տեսակի հեռախոսակապերից։ Իսկ ուր կդիմեն մեր քաղաքացիները։ Կարծում եմ անիմաստ կլինի ինչ որ տեղ դիմելը։ Չեմ կարծում, որ մենք դրա պատասխանը կստանանք կամ կբավարարվենք։ Մարդու իրավունքների պաշտպանենք։ Օրինապահ մարմիններին, բայց չի արդարացնում դա իմ կարծիքով։ Չեմ դիմի, քանի որ հույսեր չունեմ ոչ մի բանի նկատմամբ։ Հաստատ ոչ միտեղ չեմ դիմի։ Ինչն է պատճառը։ Հավատացեք, չեմ հավատում։ Կարող ասել դատարանը երևի, հա։ Բան չի հանդիպել ինձ հետ ճիշտ ասած։ Միշտ նորմալ է ընթացել ընտրությունները մեզ մոտ։ Հավատք չունեմ, որ ինչ որ միտեղ կարամ
դիմեմ ու ինչ որ մի բանի հասնեմ։ Ամեն դեպքում օմբուդսմենը առաջարկում է եւ հորդորում գնալ իրավական ճանապարհով, միևնույն ժամանակ շեշտելով դատական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության գործոնը։ Կյանքը նաեւ ցույց է տալիս, որ դատարանների որոշումները Հայաստանում ոչ միայն անարդար են, այլև այդպիսին են ընկալվում Հայաստանի հասարակության կողմից։ Դրանց արժանահավատությունը բավարար չէ, բայց ես եթե լինեի քաղաքական որևէ ուժի դերում, բացի այլ մեթոդներից, խաղաղ հավաքներ, ցույցեր, երթեր, իմ բողոքի արտահայտման բոլոր հնարավոր մեխանիզմները գործադրելուց, ես միևնույնն է այս դատական համակարգում նույնպես կհավաքեի այն իրավական բազան, որը կօգնի, որպեսզի քո բողոքները լինեն արժանահավատ թե հասարակության, թե միջազգային հանրության եւ թե մնացած բոլորի համար։ Ինչ վերաբերում է փողոց դուրս գալուն, ապա ըստ օմբուդսմենի կյանքը ցույց է տալիս, որ փողոցը ավելի քիչ է օգնություն ցույց տալիս։ Փողոց կարող են դուրս գալ ցանկացած օր, ցանկացած ժամի եւ ընտրությունից առաջ, եւ ընտրության օրը չեն կարող, եւ ընտրությունից հետո, բայց փողոց դուրս գալու խնդիրից բացի կա նաեւ իրավական գործընթացներ, որոնք քաղաքակիրթ Եվրոպայում, որին մենք ձգտում ենք, ամենաարդյունավետ միջոցն է ընտրական իրավունքի պաշտպանության։ Մարդու իրավունքների պաշտպանը ընտրություններից հետո կհրապարակի ամփոփիչ զեկույց։ Զարուհի Մեջլումյան, Արմ ռադիո։ Մարտի 4-ին պաշտոնական այցով Հայաստանում էր Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Վերջին այցի մասին հայ քաղաքագետները տալիս են իրենց գնահատականներն ու վերլուծությունները։ Որոշ քաղաքագետների կարծիքով այս այցը շատ ավելի վճռորոշ էր Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, քան ասենք համանախագահների վերջին հանդիպումը։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի այցի եւ գնահատականների մասին Լուսինե Նորեկյանի անդրադարձում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան եւ Ադրբեջան հետաքրքիր էր նախ նրանով, որ սկզբում հայտարարվեց, թե նախարարը գալիս է Հայաստան աշխատանքային այցով, սակայն վերջին պահին պարզ դարձավ, որ այն պաշտոնական նշանակություն ունի։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցին, ապա քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նկատեց, որ Սերգեյ Լավրովը Երևանում ավելի շատ մեղմ է եղել, քան Բաքվում։ Դրանով իսկ ինձ թվում է Ռուսաստանը ընդգծեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները 20-ամյակ լինի, թե 200-ամյակ լինի, շատ ավելի են կարևոր, քան նույն Ադրբեջանի եւ այլը, եւ մյուս հանրապետությունների հետ։ Ու ըստ ինձ իրականում այցը արդարացրեց այդ պահը, քանի որ այցի կարգավիճակը փոխվել է Հայաստանի վերաբերյալ, քանի որ Հայաստանում, Երևանում հանդիպումների եւ մամուլի ժամանակ պարոն Լավրովը շատ ավելի հետաքրքիր բաներ էր արտահայտել, քան թե նույն, ասենք, Բիշկեկում եւ այլը։ Ճիշտ է, շարունակությունը ինքը տվեց Բաքվում, ու բավական կտրուկ, բավական կոշտ խոսացել է Բաքվում, եթե որևէ մեկը հետևել է։ Մենք հասկացանք մի բան. Պարոն Լավրովի այցը ըստ արդյունավետությանը պետք է բարձր ավելի գնահատենք, քան թե նույնիսկ ասենք ձմռան կայացած նախագահների հանդիպումը։ Քաղաքագետի կարծիքով այս պահվածքով Ռուսաստանը նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի շրջանակներում հակամարտող կողմերի հետ հաջորդ հանդիպմանը։ Քաղաքագետը նաև նշեց, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի այցով եւ ելույթներով Ռուսաստանը որոշ երկրների, առաջին հերթին Թուրքիային զգուշացնում է, որ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ըստ Շաքարյանցի զգուշացումը վերաբերում էր նաև Ադրբեջանին, որպեսզի նա պատերազմ չհրահրի եւ տարածքներն էլ չտրամադրի որևէ երրորդ պետության։ Իսկ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով Հայաստանը ռազմական առումով ավելի շատ բան ունի առաջարկելու Ռուսաստանին, քան Ադրբեջանը։ Քաղաքական վերլուծաբանի խոսքով դրա մասին վկայում են նաև վերջին զարգացումները, մասնավորապես խոսակցությունները Ադրբեջանի տարածքում գտնվող ու Ռուսաստանի վարձակալությամբ տրվող Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շուրջ։ Ռիչարդ Կիրակոսյանը հատկապես ընդգծեց Հայաստանի վարչապետի մեկնաբանությունը, որը նոր ալիք հաղորդեց այս քննարկումներին։ Ավելի մեծ կոնտեքստում սա նշանակում է, որ ռազմական առումով Հայաստանը շատ ավելի մեծ բան ունի առաջարկելու Ռուսաստանին, քան Ադրբեջանը, եւ Հայաստանի վարչապետի մեկնաբանություններն այս հարցի շուրջ նոր ալիք հաղորդեցին այս քննարկումներին։ Այս խնդրի կապակցությամբ վարչապետն իրավացի է, որ ասել է, թե Հայաստանը հաշվի կառնի եւ կքննարկի ցանկացած նման առաջարկ Ռուսաստանի կողմից, որովհետեւ ռազմական տեսանկյունից լինի դա Ռուսաստանը, թե հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Հայաստանը շատ բան ունի առաջարկելու։ Այս համատեքստում քաղաքական վերլուծաբանը
կարևորեց նաև Իրանի հարցը, ըստ նրա պատահական չէ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև Իրանի խնդիրը։ Սրանով Սերգեյ Լավրովը ցանկանում էր, որ Հայաստանի արտգործնախարարը սատարի Ռուսաստանի դիրքորոշմանը Իրանի նկատմամբ։ Լուսինե Նորեկյան, Արմրադիո։ 2011 թվականին աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման վերաբերյալ Երևանի մամուլի ակումբը եւ Իզմիրի տնտեսական համալսարանի հաղորդակցության ֆակուլտետը ուսումնասիրություն են իրականացրել, որի արդյունքում ուսումնասիրվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լուսաբանումը Հայաստանի եւ Թուրքիայի մի շարք լրատվամիջոցներում 2008-ից 2010 թվականներ ընկած ժամանակահատվածում։ Ներկայացնում է Սոնա Կարապետյանը։ Հայաստանի եւ Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցների կողմից հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանման հիմնական միտումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները թերևս խոսում են այն մասին, որ հայաստանյան լրատվամիջոցներում հարաբերություններն ավելի մեծ ուշադրության են արժանանում, քան թուրքական, եւ հայկական լրատվամիջոցներում հայ-թուրքական հարաբերությունները հաճախ ոչ միայն ավելի մեծ ուշադրության են արժանացել, քան արտաքին քաղաքականության այլ խնդիրների, այլև որոշ դեպքերում ավելի են կարևորվել, քան ներքաղաքական խնդիրները։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ընդհանուր առմամբ խոսելով հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող լուսաբանումը պայմանականորեն բաժանեց երկու փուլի՝ քարոզչական եւ տեղեկատվական։ Եթե մինչեւ 2007 թվականը լրատվամիջոցների կողմից կատարվում էր քարոզչական ֆունկցիան, այսինքն հնչեցվում էին ստանդարտ մոտեցումներ ու ստանդարտ վերաբերմունք հարևան երկրի կողմից, ապա 2007 թվականից իրավիճակը փոխվել է, համոզմունք է հայտնում Բորիս Նավասարդյանը։ 2007-ից սկսած եկավ մի նոր ցանկություն, մի նոր ալիք, մի նոր երևույթ, դա տեղեկացնել, ճանաչել իրար։ Այսինքն այդ ցանկությունը մեծ էր եւ հասարակությունների մեջ երևի եւ դա արտացոլվում էր նաեւ լրատվամիջոցների գործողության մեջ եւ այդ փուլը ես միայն դրական կարող եմ համարել անկախ բոլոր հնարավոր շեղումներից, քանի որ իրոք այդ 3 տարվա ընթացքում եւ մեր հետազոտությունը դա ցույց է տալիս, հասարակությունները իրար ճանաչելու շատ լավ հնարավորություններ ունեն լրատվամիջոցների շնորհիվ։ Հիմա կարծես թե որոշակի վտանգ կա վերադառնալ քարոզչական փուլ։ Ես բոլորին ամեն ինչ պարզ է, կարևոր չէ առանձին կարծիքներ, առանձին երևույթներ, առանձին գործընթացներ, կարևոր է որ կա Թուրքիա, կա Հայաստան եւ իրենց միջև հարաբերությունները, իրենց վերաբերմունքը իրար նկատմամբ փոփոխական չէ։ Բայց այդ 3 դրական տարվա ազդեցությունը նաև այս փուլի վրա հիմա էլ զգացվում է։ Հետազոտության արդյունքների համաձայն թե հայաստանյան, թե թուրքական լրատվամիջոցների մոտեցումները զգալիորեն փոփոխվում էին ներքաղաքական ենթատեքստում, այսինքն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արտացոլում էր լրատվամիջոցի դիրքորոշումը ներքաղաքական հարցերում, մասնավորապես լրատվամիջոցի վերաբերմունքը իշխանություններին ու ընդդիմությանը։ Մեծ հաշվով չպետք է մոռանալ, որ այս հարաբերությունների լուսաբանման համար երկու պետություններում էլ որպես տեղեկատվության հիմնական աղբյուր է հանդիսանում սեփական երկրում գտնվող գերատեսչությունները։ Հասորեն դա չի նպաստում մյուս երկրում տեղի ունեցող գործընթացների հավասարակշիռ եւ բազմակողմանի լուսաբանմանը։ Սա է փաստում նաեւ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ժողովրդավարության եւ կառավարման բաժնի ղեկավար Սթիվեն Բրեյգերը եւ որպես օրինակ ներկայացնում սեփական երկրի փորձը։ Օրինակ ԱՄՆ-ում լրատվամիջոցները որքան էլ պրոֆեսիոնալ ու համակողմանի են ներկայացնում ներքաղաքական իրավիճակը, սակայն նույնը չի կարելի ասել նաեւ միջազգային տեղեկատվության լուսաբանման վերաբերյալ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է այն երկրներին, որոնց հետ Միացյալ Նահանգները բարեկամական հարաբերություններ չունի։ Եթե դիտարկենք սառը պատերազմի տարիներին ռուս-ամերիկյան, ամերիկյան-վիետնամական կամ ամերիկա-իրաքյան կամ Աղվանստանի հետ հարաբերությունների մասին տեղեկատվությունը, ապա կտեսնենք նույն իրավիճակը, այսինքն տեղեկատվությունը միակողմանի է կամ թելադրված է կառավարության կողմից։ Իրականում դա ընդունելի է, քանի որ տեղեկատվությունը ոչ միշտ է հասանելի, եւ լրագրողներն այն աղբյուրին են դիմում, ինչը հասանելի է։ Կարևոր է, որպեսզի լրագրողներն ավելի մեծ ջանքեր գործադրեն արտաքին տեղեկատվություն ստանալու համար, ինչն իհարկե շատ դժվար է, սակայն անհրաժեշտ։ Այս ենթատեքստում հետազոտության ներկայացուցիչներն առաջարկում են ձգտել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող խնդիրների առավել անաչառ եւ հավասարակշիռ լուսաբանմանը, սահմանափակելով այդ լուսաբանման վրա քաղաքական համատեքստի ազդեցությունը, ընդլայնելով մյուս երկրի տեղեկատվության աղբյուրների օգտագործման շրջանակները, չհիմնվել բացառապես պաշտոնական տեղեկատվության եւ երրորդ կողմից ստացվող տեղեկատվության վրա։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։
Ունիսոն հասարակական կազմակերպությունը անցկացրեց հաշմանդամ կանանց գեղեցկության 6-րդ հանրապետական ֆոտոմրցույթի մրցանակաբաշխությունը։ 2004 թվականից ի վեր այս մրցույթն անցկացվում է 2 տարին մեկ հաճախությամբ, որին հայտ է ներկայացրել 16-ից 45 տարեկան տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող իգական սեռի ներկայացուցիչներ։ Այս տարի մասնակիցներ են եղել ոչ միայն Երևանից եւ շրջաններից, այլև Ջավախքից։ Արարողությանը մասնակցել է նաև իմ գործընկեր Նունե Ավետիսյանը։ Միս գեղեցկություն 6-րդ հանրապետական մրցույթի գլխավոր մրցանակի եւ Միս գեղեցկություն 2012 տիտղոսի է արժանանում Անահիտ Աբաջյանը, քաղաք Ախալքարակի։ Գանգրահեր Սևաչյա գեղեցկուհին գրավելով ժյուրիի ուշադրությունը այսօր արժանացավ Միս գեղեցկուհի տիտղոսին։ Անահիտ Աբաջյանով 7 տարեկանից անհասկանալի պատճառներով գանվել է սայլակին, այսօր շուրջ 46 գեղեցկուհիների շարքում ճանաչվեց գեղեցկության ֆոտոմրցույթի հաղթող։ Չնայած որ Անահիտին չի հաջողվել գնալ դպրոց, սակայն նա ինքնուս սովորել է տառերը եւ կրթվել։ Ավելին, այսօր ինքն է ստեղծագործում եւ պատրաստվում հրատարակել «Կյանքն իմ աչքերով» գիրքը, որն ըստ գեղեցկուհու կդառնա հերթական հաջողությունը։ Այնուամենայնիվ 20-ամյա գեղեցկուհին ունի իր նախընտրած կնոջ էտալոնը։ Կարդալով Կլեոպատրայի պատմությունը միշտ հպարտացել է նրա գեղեցկությամբ եւ ուժեղ կամքով, թեպետ նույն հատկանիշներով կարելի է բնութագրել նաև Անահիտ Աբաջյանին։ Չէի սպասում, դեռ չեմ զգում այդ ոչի բանը։ Շատ ուրախ եմ, հաճելի էր ստանալ այդ անակնկալ էր, դրա համար հիմա խոսքեր չեմ գտնում նկարագրել, թե ինչ եմ զգում։ Ես ստեղծագործող եմ, իմ նախասիրությունները շատ են։ Ես սիրում եմ նկարել, ֆոտո նկարներ անել, նաև սիրում եմ նկարվել։ Շատ մեծ ֆոտոների արխիվ ունեմ, մի գիրք եմ գրել, մի հատ էլ ուզում եմ սկսել ու նաև ունեմ ցիտատաներ, ստեղծագործում եմ բանաստեղծություններ տարբեր։ Թերևս լավագույն դասնյակի մեջ հայտնված մասնակիցները նույնպես արժանացան տարբեր տիտղոսի եւ նվերների։ Նրանց ընտրել է ժյուրին, որի կազմում ընդգրկվել են անվանի գործիչներ՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ֆորշը, հաղորդավար Ավետ Բարսեղյանը եւ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, ով ժյուրիի նախագահն էր։ Վերջինիս խոսքով բարդ չի եղել ընտրություն կատարելը։ Ընդհանրապես մրցույթներում դժվարություն չի լինում, եթե մարդը ինքը առաջին հերթին իր խղճի, երկրորդը իր մասնագիտականի հիման վրա է դատում։ Տվյալ դեպքում սուբյեկտիվ է նաև գեղեցկության հարցը, բայց ավելի շատ այս մրցույթը մեզ համար ինքը տոն է։ Միջոցառում, որը որ բոլորի ուշադրությունն է հրավիրում, մեզանում այն մարդկանց հանդեպ, որոնք որ խնդիրներ ունեն, եւ իրենց եւս մեկ անգամ ցույց տալ, որ իրենք հավասար են մեզ հետ։ Անակնկալ հաղթանակ ուրախություն էր պարգևել ոչ միայն երիտասարդ գեղեցկուհիներին, այլև նրանց ծնողներին, ովքեր կիսեցին իրենց ուրախությունը մեզ հետ։ Շատ ուրախ ենք, ինչ կարող եմ ասել, երջանիկ, ճուզված եմ Իսկապես, որ մենք շատ ենք ուզված, Վրաստանից ենք եկել, Ջավախքից, քանի որ մեր երեխան 21 տարվա մեջ Վրաստանի պետության կողմից ոչ մի ուշադրության չի արժանացել, մեզ համար մենք արդեն մոռանում ենք, որ մեր երեխան հաշմանդամ է այսօր։ Ունիսոն հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը կարևորելով միջոցառումը նշեց, որ 2004 թվականին, երբ առաջին անգամ էին կազմակերպում ֆոտոմրցույթը, դժվարությամբ էին համոզում հաշմանդամություն ունեցող մարդկանց ուղարկել գոնե մեկ լուսանկար, իսկ այսօր մինչև 70 դիմում են ներկայացնում մասնակցության համար։ Բացի այդ, Արմեն Ալավերդյանը նշեց, որ այս մրցույթը նպատակ ունի ցույց տալ հանրությանը, որ հաշմանդամության գործոնը չի նվազեցնում կնոջ հմայքն ու գեղեցկությունը։ Մրցույթի նպատակն է ոչ միայն հաշմանդամներին եւ նրանց ընտանիքներին, այլ ամբողջ հասարակությանը եւս մեկ անգամ ապացուցել եւ բարձրաձայնել, որ հաշմանդամությունը չի խոչընդոտում ապրելու նորմալ, լիարժեք, գեղեցիկ կյանքով, ակտիվ կյանքով։ Եվ հենց այդ կարծրատիպը նաև վերաբերում է գեղեցկությանը, կանանց գեղեցկությանը։ Արդեն 6-րդ մրցույթը եւ փորձը ցույց տվեց, որ իրոք շատ գեղեցիկ են, արժանեն այն գնահատանքի, որը մենք փորձում ենք նրանց տրամադրել։ Հաջորդ մրցույթը սպասվում է 2 տարի հետո։ Այդուհանդերձ ոչ ոք չգիտի, թե ինչ է սպասում իրեն հաջորդ քայլը կատարելուց եւ վերաբերել հաշմանդամություն ունեցող մարդկանց բոլորին հավասար յուրաքանչյուրիս խնդիրն է։ Թերևս դժվար է որոշել, թե հաշմանդամները կարիք ունեն ինտեգրվելու հասարակությունում, թե հասարակությունը, քանի որ նրանց աշխարհը լի է պայքարով եւ ավելիին հասնելու ձգտումով, միևնույն ժամանակ արժևորելով եւ գնահատելով այն ամենը, ինչով շրջապատված են։ Նունե Ավետիսյան, Արմ ռադիո։ Թողարկման այս հատվածում առաջարկում ենք տեղեկանալ նաև սպորտային լուրերին։
Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, մարզական տեղեկություններով Արմ ռադիոյի եթերում է Հրայր Նազարյանը։ Թողարկման այս հատվածում նախատեսել ենք հետևյալ լուրերը։ Վախթանգ Դարչինյանը պատրաստվում է քննեցնել մրցակցին։ Մոսկվայի Դինամոյում Ռոման Բերեզովսկու հեռանկարը հարցականով է պարուրված։ Այժմ այդ ամենի մասին ավելի մանրամասն։ Վախթանգ Դարչինյանը բավականին պատկերավոր է նկարագրել իր նկրտումները ճապոնացի Շինուսուկե Յամանակայի հետ առաջիկա մենամարտում։ Պատրաստվում եմ նրան ուղարկել այնպիսի վայրեր, որտեղ երբեք չի եղել, հայտարարել է հայ բռնցքամարտիկը, նկատի ունենալով, որ բացահայտ առավելության է հասնելու մրցակցի նկատմամբ։ Ասվածն ավելի ընկալելի դարձնելու համար Վիկը մանրամասնել է, թե սկզբում մրցակցին ենթարկելու է նոկդաունի, հետո միայն նոկաուտի։ Տոկիոյում կայանալիք մենամարտում վանաձորցին վիճարկելու է Յամանակային պատկանող WBC կազմակերպության երրորդ թեթևագույն քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին միավորներով պարտվելով WBA կազմակերպության թեթևագույն քաշային կարգի չեմպիոն պանամացի Անսելմո Մորենոին Դարչինյանը ձախողեց չեմպիոնական գոտիների հավաքածուն համալրելու փորձը։ Պրոֆեսիոնալ ռինգի հայ մեկ այլ վարպետ Արթուր Աբրահամը հնարավոր է հունիսին մենամարտի միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն ամերիկացի Քելի Պավլիկի հետ։ Այդ մասին հայտարարել է Top Rank պրոմոութերական ընկերության ղեկավար Բոբ Արումը։ Նրա խոսքերով գերմիջին քաշային կարգում մնալու դեպքում Պավլիկը կմենամարտի Աբրահամի կամ Լուչիանո Բուտեի հետ։ Շուրջ մեկամյա ընդմիջումից հետո վերադառնալով մեծ ռինգ անցյալ շաբաթ Պավլիկը երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Ահարոն Ժակոյին, իսկ Աբրահամը Գերմանիայում միավորներով հաղթելով Լեհ Պյոտր Վիլշևսկուն պաշտպանեց երկրորդ միջին քաշային կարգում WBO կազմակերպության եվրոպական չեմպիոնի կոչումը։ Հենրիկ Մխիթարյանը հնարավոր է մասնակցի Կիևի Դինամոյի հետ Ուկրաինայի առաջնության ապրիլի 7-ի հանդիպմանը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Դոնեցկի Շախտյորի հայ կիսապաշտպանը հաստատել է, որ արդեն գրեթե ապաքինվել է վերջերս ստացված վնասվածքից եւ հուսով է 2 օրից խաղադաշտ դուրս գալ։ Իսկ մեր հավաքականի մեկ այլ խաղացող պաշտպան Հրայր Մկոյանը Ռուսաստան տեղափոխվելուց հետո զրկվել է խաղային փորձից, քանի որ հազվադեպ է հայտնվում Նալչիկի Սպարտակի հիմնական կազմում։ Նա մասնակցել է ընդամենը մեկ պաշտոնական խաղի, այն էլ փոխարինելով այլ ֆուտբոլիստի։ Կարծես փոփելով հայ մարզիկին, նրա ակումբակից եւ Վրաստանի հավաքականի հարձակվող Դավիթ Սիրաձեն նշել է, որ Մկոյանը միանգամայն մերվել է նոր կոլեկտիվին եւ բոլոր նախադրյալներն ունի ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալու համար։ Այս ժամին նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք նաեւ երեկոյան լուրերի հիմնական թողարկման ժամանակ։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Հիշեցնեմ, որ Արմ ռադիոյի ստուդիայում այսօր աշխատեցին Ժիրայր Ոսկանյանն ու Արտակ Մուրադյանը։ Մինչ հանդիպում։